Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք և համոզված եմ, որ հիմա շատերը վայելում են իրենց ամառային հանգիստը, ինձ էլ բան չմնաց վայելելու, բայց այսօր շատ կարևոր տեղեկություն եմ ուզում հաղորդել և կարծում եմ բոլորին, եթե ոչ, ապա շատերին սա շատ պետք կգա։ Եվ դուք արդեն գիտեք, որ ես ներկայացնում եմ և գովում եմ, որ ասում եմ, սազն առել եմ ու գովում եմ իմ հայ կանանց, հատկապես այն կանանց, ովքեր ապրում են օտար հողում, Հայաստանից դուրս ապրելով ստեղծում են իրենցը, մեկը իր բիզնեսը, մյուսը իր ծրագիրը, մեկը իր ձևը, ամեն մեկը բնագավառում փայլուն հաջողությունների է հասնում և իրականում սազն առնելու և գովելու է։ Այս անգամ գովում եմ մի երիտասարդ աղջկա, 3 երեխաների մամայի, շատ երիտասարդ, մի գեղեցկուհու, իրականում մի մոդելի, բայց այսքանը մի կողմ Բերդ համույթի մենապարուհի Անուշիկ Մանուկյանին եմ ներկայացնելու, ով ունի իր պարային դպրոցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա էլ ի ուրախություն Եվրոպայում ապրողներից ստեղծել է իր ստուդիոն օգնելու մեզ բազմաթիվ միջոցառումների կազմակերպման համար, այսինքն Մովարտ ստուդիոյի նպատակն է ստեղծել մի փոքրիկ Հայաստան օտար հողում։ Շատերը գնում են Հայաստան, չէ, հարսանիքներ նշելու, կնունկ նշադրություն, ծնունդ նշելու։ Հիմա Հայաստանը Անուշիկը բերել է Եվրոպա հասցրել։ Եվրոպայի ցանկացած երկրում գործելու է այս ծրագիրը։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում։ Բնականաբար շեշտեցի, որ պրոֆեսիոնալ պարուհու հետ գործ ունենք, ուստի ձեր հարսանեկան արարողության ժամանակ հարսի պար, թե մենապար, թե խմբային, եթե ուզում եք սովորել, դիմում եք Անուշիկին, կամ նշանադրություն եք կազմակերպում, կնունկ, ծնունդ, ցանկացած հրաշալի միջոցառում, որ ուզում եք ճոխ լինի, որ ուզում եք մակարդակով լինի, որ ուզում եք գեղեցիկ լինի և ներկայանալի լինի, դիմում եք Անուշիկին։ Էլ չասեմ, որ ինչքան եք ինձ հարցրել տարազներ, մեր ազգային տարազներ, որտեղից ձեռք բերենք։ Խնդրեմ, Անուշի ստուդիոն կարող է վարձույթով տրամադրել նաև տարազներ։ Տեսնում եք ինչքան լավ բաներ։ Կամ տանգո վալս եք ուզում պարել սովորել միջոցառումներին ներկայանալու համար, դիմում ենք ում Անուշիկին, այո, տեսեք ինչքան շատ բազմապրոֆիլ տեղերում կարող եք ունենալ հիանալի ներկայացումներ։ Գաղտնիք չէ, որ հայերը սիրում են, հատկապես Հայաստանի հարսանիքները մենք տեսնում ենք և թե ինչ ճոխությամբ, ինչ շքեղությամբ, ինչ ծիսակարգերով է արվում, հիմա այդ նույնը արվելու է Եվրոպայում։ Լավաշի ու մեղրի արարողություն, հարս ու փեսայի մուտքի պարով, մուտքի գալով, մի խոսքով այն պահը, որ ցանկացած միջոցառում ունեցող մարդ ինքն է չէ շատ ներվում, պատասխանատվություն է զգում, ինչպես կանցնի, հյուրերը ոնց կմնան, ինչ տրամադրություն կունենան ավելի ճիշտ, լավ կլինի, վատ կլինի, այդ ամենը հոգս է, ուսերին բեռ է լինում և այդ լարվածությունը անգամ թույլ չի տալիս, որ ինքը վայելի այդ տոնական արարողությունը, ուստի դիմում եք Անուշիկին, այդ ամեն ինչը լավ մակարդակով կազմակերպում է, դուք էլ հանգիստ վայելում եք ձեր հյուրերին, ձեզ լավ եք զգում, թե ինչքան փայլուն արարողակարգ է կազմակերպվում, ինքներդ էլ եք լավ զգում, էլի մի քիչ էլ թեթևանում եք։ Ուրեմն սիրելի հետևորդներ, եթե կլինեն մարդիկ, թեկուզ հենց այս նորությունը իրենց պետք չէ, ապա խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի Եվրոպայում ապրող շատերը տեղեկանան այս ստուդիոյի գոյության մասին։ Անուշիկին դիմելու համար դուք կարող եք կապվել նրա ինստագրամյան էջի հետ, հղումը կգրեմ, կտեսնեք,
Ինչու՞ չէ նաև նա էլեկտրոնային փոստին հասցեագրել։ Ասածն առնելու ու գովելու է մեր հայ կանանց, ովքեր օտար հողում ստեղծում են իրենց։ Դուք լավ գիտեք, որ ես մշտապես գովազդում եմ նման կանանց, որովհետև իրենք ավելի ուժեղ են, ավելի լավ են, ավելի կայուն են, ավելի նպատակասլաց են, քան տղամարդիկ։ Սա մեր մեջ բան չասեք ոչ մեկին։ Հիմա հերթը եկել է Անուշիկին գովելու։ Ինչու եմ գովում։ Պրոֆեսիոնալ պարուհին ձեզ պար է սովորացնելու։ Պատկերացնում եք պլաստիկան ինչպես է լինելու։ Բոլորն են պարում, բայց մենք տեսնում ենք, չէ, որ ասած շատ կներ են ինձ, փեյտի նման պարում են, բայց այստեղ տարբերությունը կայանում է նրա մեջ, որ պլաստիկան է կարևոր, այդ պարելու ձևը։ Չնայած մինչ այդ ինձ թվում էր, որ ես լավ պարուհի եմ, բայց նայելով Անուշի պարերը, ասում եմ կարող է ես էլ գնամ սովորեմ, պարել սովորեմ, վալսը, տանգոն, շատ տեղերում պետք է գալիս։ Մի խոսքով սիրելի հետևորդներ, այն երազանքը, որ ցանկացած աղջիկ կամ հարս հենց այդ բան երազում է պարել, ինչպես չանեցներ ասում ունայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում, այ հենց այդ հեզաճկում պարը ձեզ կսովորեցնի, ձեզ կտա հենց Անուշը։ Ուրեմն անունի նման Անուշ, Անուշիկ, այդպես բնավորություն էլ ունի նա։ Շատ անուշ աղջիկ է իրոք, դուք երբ որ կապվեք իր հետ անհատապես, կհամոզվեք ինքներդ։ Բայց եթե դուք այս տեսանյութն եք նայում, որոշել եք կապվել, դիմել նրան ցանկացած միջոցառում կազմակերպելու նման պահերը, լավաշն ու մեղրը պատկերացրեք Անուշի կազմակերպած ինչպես պիտի լինի։ Պատկերացնում եք այդ սիրուն լավ վիճակը։ Ուրեմն կարող եք իրեն դիմել այս պրոմո կոդով, հիմա կգրեմ տեսանյութի տակ էլ, այստեղ էլ կարող եք նայել Ասիա Լիլ եւ ձեզ համար կգործեն զեղչեր։ Այդ ամեն հարցերը իր հետ կարող եք դուք կապվել եւ իմանալ։ Եվ մի բան էլ ձեզ ասեմ, այն կնունքները, որ սիրուն արվում է, այդ ամեն ինչը պատրաստի Անուշն է բերում։ Պատկերացնում եք, այսպես հանգիստ նստած եք, միջոցառում ունեք, մտածում ենք ինչ անենք, մեկ էլ հոպ, իմ տեսանյութը նայում եք, ու ինչ, զանգում եք Անուշին։ Եվ վերջ, լրիվ հարցերը լուծված են։ Լրիվ, էլ բան չկա։ Իշտ էլ որ չասեմ, բա նշանադրությունը սիրուն, տեղը տեղին, ամեն ինչը, ծնունդ, կնունք, էլ չասեմ։ Մեր կյանքում ինչքան դրական միջոցառումներ կա, ինչքան ուրախ առիթներ կա, զանգում ենք Անուշին ու վերջ։ Անուշ ու ամեն հարց լուծվում է։ Այն գեղեցկությունը, այն ամեն ինչը, որ երազել է, չէ, հարսը, աղջիկը, որ պետք է ինքը ներկայանա, առանց վախերի ինքը շատ գեղեցիկ կներկայանա իր արարողությանը։ Չէ ասում, այս հետաքրքիր բանն եկա, չէ, ինչ նազանքով, երազանքով, պար են գալիս հարսն ու աղջիկ։ Բարդ ստուդիոյի ծրագրի մեջ կա նաև հարսի տանը, պարային այդ արարողությունը, այնպես որ ամեն ինչ տեղը տեղին, իրենք մտածել են, իրենք ծրագրերը կազմել են, իրենք գիտեն, թե ինչն է անհրաժեշտ, երբ է պետք գալու այդ բոլոր արարողությունների ժամանակ, որ մեկն է պետք գալու, եւ մեզ մնում է ընդհանրապես վստահել այս ստուդիոյին եւ մեր հարսանիքները, մեր կնունդ ծնունդները, մեր բոլոր այդ միջոցառումները վստահենք հենց այդ ստուդիոյին եւ ես համոզված եմ, որ ով էլ որ դիմի, երբեք դժգոհ չի մնա, այնպես որ սիրելիներս, բոլորիդ է խոսքս վերաբերվում։ Կապվեք Մովար ստուդիոյի հետ եւ կազմակերպեք ձեր հիանալի միջոցառումները հանձինս հիմնադիր Անուշիկ Մանուկյանի։ Այն ամենը, ինչ ես ասեցի, սա դեռ մի փոքրիկ մասնիկն է։ Ամենաշատ դուք կտեսնեք նրա աշխատանքի մեջ իմ ասացի, գործն է, անմա լավ իմացեք։ Այնպես որ սիրելիներս, շատ ուրախ եմ, որ իրոք գործում է, հիմա կասեք ինչի ես ոգևորվել, ոգևորվելու է, որ ստեղծվել է նման բան եւ
մենք հնարավորություն կունենանք օտարհողում ապրելով ստեղծել մեր հայկական միջավայրը, ինչ-որ միտեղ տարազներով միջոցառումներ անելու և շատ հարցեր։ Այս տեսանյութը հատուկ նվիրում եմ Անուշիկ Մանուկյանին և չեմ ուզում որևէ ուրիշ բան ասել, թող հենց կոնկրետ այս տեսանյութով դուք ծանոթանաք նրա գործունեության հետ, ծանոթանաք իր յուրահատուկ բնավորության տեր անհատի հետ և ծանոթանաք մի հսկա աշխատանք կատարած մի մարդու հետ, ով առանց վարանելու պատրաստ է օգնել բոլորին։ Դե ինչ, շնորհավորում եմ Mov Art Studio-ի ստեղծման կապակցությամբ, ուրախ եմ, որ այն գործելու է, ուրախ եմ, որ վերջապես հայերը 5000 կիլոմետր չեն հասնի Երևան, անցնեն, գնան, հասնեն Երևան, որևէ միջոցառում անելու։ Բոլոր մարդիկ հնարավորություն չունեն հարսանիք հրավիրող ընտանիքի հետ գնան Երևան։ Ուրեմն, հենց այստեղ, Եվրոպայում, դուք կունենաք հայկական տեսակի, հայկական ոճի, հայկական մոտիվներով, արարողակարգով, հայկական ճոխ ու շքեղ ձևերով նշելու ձեր ցանկացած միջոցառումը։ Ուրեմն այդ դեպքում ինչ է անհրաժեշտ անել, ընդամենը հիշում ենք Անուշիկին։ Դե այսքանը, ինչ էլ մոռացա ասել, եթե հարցեր կունենաք, կգրեք մեկնաբանությունների բաժնում կպատասխանեմ, չնայած մինչև իմ պատասխանելը արդեն ասեցի, կապնվում եք ինքներդ Անուշիկ Մանուկյանի Instagram-յան էջին, բաժանորդագրվում եք, ինչու չէ, որ հետևեք ու տեսնեք ինչեր է կատարվում այդ էջում։ Դեռ իմ ասածը քիչ է, տեսնել է պետք, այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։